Մամուլում հրապարակվել է ուկրաինական պատերազմի խաղաղության եվրոպական ծրագիրը, որը որպես ամերիկյան ծրագրի այլընտրանք կազմել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան։ Ծրագիրը ստեղծվել է ամերիկյան տարբերակի հիմքի վրա, սակայն որոշ կետեր էականորեն տարբերվում են։ Հիմնական տարբերություններից մեկը ուկրաինական զինված ուժերի թվի չափն է։ Բացի այդ, եվրոպական ծրագիրը չի արգելում Ուկրաինային մտնել ՆԱՏՕ-ի կազմ, ինչպես նաեւ, որ ռուսական ակտիվները կմնան սառեցված, մինչև Ռուսաստանը չփոխհատուցի պատերազմում հասցված վնասը։ Այս ամենի ֆոնին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը G20 գագաթնաժողովի շրջանակներում տեսանյութ է հրապարակել, որտեղ զգուշացրել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը չի հանգեցնի կայուն կարգավորման եւ նշել Եվրոպայի հիմնական առարկությունները։ Ցանկացած հավաստի եւ կայուն խաղաղության ծրագիր նախ եւ առաջ պետք է դադարեցնի սպանությունները եւ ավարտի պատերազմը առանց ապակա հակամարտության սերմեր ցանելու, ասել է ֆոն դեր Լեյենը։